Պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով խորհրդարանական լսումներն են 160 տեղանոց դահլիճում բազմաթիվ ազատ տեղերով։ Հանրապետական կուսակցությունը ջանքեր էր գործադրել քաղաքական տարբեր ուժերին համոզելու ու մեկտեղելու։ Ըստ Հայկ Մամիջանյանի 300 ընդդիմադիր է ցանկություն հայտնել, բայց միայն 160-ի մասնակցությունն է խորհրդարանը հաստատել։ Ազգային ժողովի բակում եւս նրանց սատարում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Միշտ լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց էին ներս թողում մասնակցելու, բայց մենք այդ խոչընդոտներին սովոր ենք։ Չասեմ էլ, որ մինչ այդ առհասարակ փորձում էին մերժել եւ չտրամադրել լսումների հնարավորությունը բացարձակ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններ բռնելով։ Բայց այնուամենայնիվ մեր նպատակին մենք հասել ենք։ 7 տարվա ընթացքում չի եղել դեպք, երբ խոչընդոտվի որևէ քաղաքական խմբակցության կողմից լսումների կազմակերպումը, արձագանքեց կառավարող խմբակցության ներկայացուցիչը։ Վստահեցրեց, այս դեպքում եւս ազգային ժողովի աշխատակազմն առաջնորդվել է կանոնակարգ օրենքով։ Իսկ ինչու քաղաքացիական պայմանագիրը չի մասնակցում լսումներին։ Որովհետեւ լսումները արհեստական բնույթ են կրում, ու գիտեք, լսումների հիմքում դրված է նաեւ հայտարարության տեքստ, որը քննարկվելու է հանձնաժողովի նիստին հոկտեմբերի 6-ին, եւ լսումների եւ բովանդակությունը եւ լսումների կազմակերպչական ձևը բացարձակապես չի բխում այս համանդրաիրավական կարգավորումներից, որոնց հետ մենք գործ ունենք։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Հայտարարության տեքստը ներկայացնելուց հետո պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը պատմեց վերջին ամիսներին վարչապետի իմպիչմենտի շուրջ կոնսենսուսի ձևավորման ջանքերի մասին։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար 54 ձայն էր պետք, բայց ընդդիմությունն այդքան падգամավոր չուներ։ Իմպիչմենտի նախաձեռնությունը կռվախնձոր էր դարձել անգամ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի միջև։ Աբրահամյանը չանդրադարձավ հարցին, թե արդյոք այս ընթացքում հաջողվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության գոնե մեկ падգամավորի համաձայնություն ստանալ։ Այս ժամանակահատվածը նաև նախատեսված է այն կետի համար, որպեսզի հնարավորություն լինի հասկանալ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, հիմնական ուժերը, առհասարակ ինչ մոտեցում ունեն երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի եւ ինչ առաջարկ են իջեցնում հանրությանը։ Հանրության շրջանում վարչապետի իմպիչմենտի քաղաքական օրակարգ չկա, լսումների անցկացումն էլ քաղաքական աղմուկ ապահովելու նպատակ ունի, արձագանքեցին կառավարող խմբակցության ներկայացուցիչները։ Իրավական առումով լսումները չեն կարող հիմք հանդիսանալ անվստահության գործընթաց մեկնարկելու, հետևաբար օրակարգը արհեստական է, Վլադիմիր Վարդանյանն է կարծում։ Ինչ վերաբերում է զուտ քաղաքական, ապա ես բացարձակապես չեմ հասկանում, որն է դրա անվանությունը ընտրություններից ամիսներ առաջ պահանջել հրաժարական եւ պահանջել ըստ էության քաղաքական փոփոխություններ։ Եթե նպատակը աղմուկն է, աղմուկը ապահովվելու է։ Տեսեք, հավաքեցինք եւ այլն, բարձրացրեցինք այդ հարցը, մենք փորձեցինք, սրանք միացան, սրանք չմիացան, մենք փորձում ենք, դուք պետք է ճնշեք, որպեսզի նրանք միանան եւ այլն, քաղաքական աղմուկի տեսանկյունից հասկանալի է։ Իրավաքաղաքական տեսանկյունից անհասկանալի է, որովհետեւ իմպիչմենտի հասնելու համար կառավարության անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ են падգամավորի ձայների որոշակի քանակ։ Եթե դա ապահովված չի, ապա ցանկացած կամ չկա որոշակի խոսակցություն դրա վերաբերյալ, ապա ցանկացած խոսակցություն անիմաստ է։ Դա արհեստական ինչ-որ չգիտեմ, զբաղմունքա գտել են զբաղվում։ Եթե քաղաքական օրակարգ փողոցում չկա, այսինքն մարդկանց կամքը չի արտահայտում այն օրակարգը ինչ որ բերվել է, դա իմ համար անլուրջ օրակարգ է։ Ես առանց վիրավորանքի եմ էլի ասում, հանկարծ չմտածեք, ես մարդկանց ինչ որ պիտակավորումներ եմ, ես օրակարգի մասին եմ խոսում։ Լուրջ օրակարգը դա այն է, ինչ որ թելադրված է քաղաքական լայն շրջանակների կողմից, այսինքն հասարակության կողմից։ Իմ կարծիքով մեր հասարակության մեջ նման հարց չի քննարկվում։ Փոխարենը քննարկվում է իմպիչմենտին ընդդիմության մյուս թևերի միանալ-չմիանալու հարցը։ Հայաստան խմբակցությունը, որ մինչ այժմ տարբեր պատճառաբանություններ էր բերում, այսօր հայտարարեց՝ միանում է։ Նաև եղել է հրապարակային հայտարարություն, որ իշխանական падգամավորներից շատերը չեն միանում նաև այն պատճառով, որովհետև այդ ձևաթղթի տակ չկա մեր ստորագրությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նոր իրողությունը եւ մեր գործընկերների այդ վստահությունները,
Ես մեր խմբակցության պատգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ, պատիվ ունեմ խմբակցությանը, կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Պահանջվող 54 ձայնի փոխարեն խորհրդարանական ընդդիմությունը կունենա 36-ը, բայց ոչ ավելին։ Անգամ Հովիկ Աղազարյանն է զարմացած, ինչ է պահանջում այս ընդդիմությունը կառավարության ծրագրից, որի տակ իր ստորագրությունը չի դրել։ Դրել են իրենք քաղաքացիական պայմանագրից հեռացված Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Ընդդիմությունը իրենց անվանում է Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, բայց ակնկալում իրենց աջակցությունը իմպիչմենտի հարցում։ Դուք վախենում եք, անհանգստանում եք, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք եւ հետեւաբար վստահություն չունենք։ Մենք Հակոբ Ասլանյանն եւ ես անհանգստանում ենք այն հանգամանքով, որ 95 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են, տոտալ։ Բայց մենք էլ մեր անհանգստությունը ունենք։ Դուք էլ մեր անհանգստությունը հարգեք։ Պարոն Աղազարյանն ասաց նաեւ, որ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։ Շեֆս կասել՝ «Յա իրոք», իսկ ես կհավելեմ հետեւյալը. չեմ ուզում մտնեմ այդ դիսկուրսի մեջ։ Մենք ունեցել ենք իդեալական ընտրություններ 35 տարվա մեջ, երբեք։ Ըստ Աշոտյանի իշխանության ջրաղացին են ջուր լցնում կեղծված ընտրությունները հիշողները, նաև Հայաստան խմբակցության քարոզիչները, որոնք սոցհարտակներում հայտարարում են, թե միացել են իմպիչմենտին, իսկ նախկինների հետ նույն քաղաքական ուղով քայլելու մտադրություն չունի Հայ ազգային կոնգրեսը, հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ Բամբասանքներ եւ ասեկոսերներ հերքելու համար միանգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ։ Շատ շնորհակալ եմ իրեն, որ այս ամբիոնից վերջ տվեց մի մեքսիկական սերիալի սյուժեին, որը իդեպ էփում էին այն նախորդ հարցի ժամանակ հեռախոսովս ակնարկած ուժերի մի մասը, այո, մենք ձեզ հետ չենք էլ պատրաստվում գնալ ընտրությունների մասին, իսկ ձեզով էր ասել, որ մենք ուզում ենք նման բան կա մեր մտքին, այդ ինչ նոր խասյաթա հորինել Սիրավեպ հանրապետականի հետ, հետո դուրս գալ ասել մատանից հետ եմ տալի։ Մենք մենակ մեր երկիրն ենք սիրում։ 21 թվականին Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօրվա այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է։ Եվ մենք պարտավոր ենք այս ճշմարտությունը բարձրաձայնել։ Թե չէ հակառակը տպավորություն ստեղծում են, որ այս ստորագրությունները վերցրեք, դրեք։ Կներեք, շատ լավ է, ես չեմ թերագնահատում, հարցը դա չի։ Բայց տղեկ, կներեք, դուք ստեղ նաև հայտնվել եք իմ եւ մեր նման 100,000-ավոր քաղաքացիների քվեի կամքի արդյունքում լուծելու մեկ խնդիր։ Ոչ թե ստեղ ծեծ ուտելու անարժանների կողմից։ Եվ հետո գալու էլի նստելու նույն տեղը։ Ծախսել ռեսուրս, ծախսել ջանքեր կազմակերպելու համար գործընթաց, որը ի սկզբանե որևիցե տեղ չի տանում, բացի, ասած ասեմ, այլ պոպուլիստական որոշակի քայլերի։ Ես ձեր կլտությամբ չեմ մեկնաբանի եւ չեմ փորձի որոշակի գնահատականներ տամ, բայց սա ըստ էության որևիցե տրամաբանության մեջ ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ տրամաբանական չի ընկնում։ Խորհրդարանական լսումների նպատակը այն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումները գնահատելը նախաձեռնողները համարեցին իրականացված, իսկ հայտարարության տեքստը կներկայացնեն պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը։ Ըստ հանձնաժողովի նախագահի կլսեն, կտան իրավական եզրակացությունը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։